Պարոն փոխվարչապետ, քանի որ նաև այսպես երկարաժամկետ ռազմավարական լուծումների հարթություն տեղափոխեցիք խոսակցությունը, ես նաև կառաջարկեի մեր ոչ այս որոշմամբ սահմանվող աջակցություն, այլ որոշումներով մեր ունեցած աջակցության մեխանիզմները կենտրոնացնենք այն արտադրողների մրգերի, բանջարեղենի եւ առհասարակ այն արտադրողներին աջակցելու վրա, որոնք համապատասխանում են շատ որոշակի միջազգային ստանդարտների, օրինակ կարող են բերել Եվրոպական միությունը, այդտեղ մենք հիմա խոսակցություն ունենք, պատրաստական են նաեւ ընդունել մեր ահագին ապրանքների տեսակներ, բայց նաեւ այդտեղ արդեն ստանդարտի հարց առաջանալու, հետեւաբար եթե օրինակ ջերմատնային մշակաբույսերի մասին ենք խոսում, աջակցենք այն տնտեսություններին, որոնք ասենք ծաղիկը, որը կունենա այդ սերտիֆիկատին համապատասխան արտադրություն եւ այդպես կաճեցնի եւ հետո արդեն այս խնդիրներն էլ ինքնաբերաբար նաեւ դուրս կգան, սա մեկ եւ երկրորդը ես խոսեցի մաքսատուրքերի մասին, ուզում եմ ասել նաեւ դուք գիտեք, բայց նաեւ հանրությունը արժի որ իմանա, մենք նաեւ զբաղվում ենք առանձին լոգիստիկ, առանձին ուղղություններով լոգիստիկ հարցերով, այդտեղ եւս կաշխատեն քաղաքացիների եւ մեր տնտեսվարողների հոգսը թեթևացնել, ոչ անպայմանորեն ֆինանսական առումով, բայց այլ կերպ նույնպես։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, 100% համաձայն եմ ձեզ հետ, մաքսատուրքերի մասով էս այլի անդրադարձություն ունենալու ենք, նաև կխնդրեմ ձեր կարծիքն էլ, չնայած այստեղ ավելի շատ հարցը բիզնես հարց է, որ մենք մաքսատուրքերի հատուցում էլ կիրականացնենք, հիմա էլ իրականացնում ենք, ցանկը կընդլայնենք, բայց այստեղ պարոն Միրզոյան, մի բան ասեմ, շատ կարևոր թեմա բացեցիք։ Իհարկե մենք ամեն ինչ անում ենք ու կանենք, որպեսզի ստանդարտները բերենք ավելի բարձր մակարդակ։ Ըստ էության, եթե մենք ստանդարտների խնդիր չէինք ունենա, այսօրվա խնդիրը չէինք քննարկի։ Գիտեք, այսօր շուկա փակելը որակյալ ապրանքի համար հեշտ հարց չի որևէ երկրի եւ որևէ շուկայի համար, որովհետեւ ի վերջո բոլորս հասկանում ենք, որ ցանկացած խոչընդոտ առավել եւս արհեստական դա գների վրա է ազդում։ Ի վերջո այդ շարժի սահմանափակումների պրոբլեմը կրում է սպառողը։ Եվ այդ իմաստով ես համաձայն եմ ձեզ հետ, որ եթե մենք պատշաճ որակ ապահովենք, շատ դժվար կլինի պատշաճ որակի ապրանքի շրջանառությունը որևէ ձևով խոչընդոտել, առավել եւս արհեստական։ Եվ բնականաբար շատ ավելի մեծ սպառման հնարավորություններ ու շուկաներ կբացվեն, եւ այս իմաստով ես կարծում եմ, այո, մենք պիտի նաեւ մտածենք այդ խթանների մասին, չնայած ես որքան որ հիշում եմ, մենք նման խթանիչ միջոցառումներ ունենք, բայց փորձը ցույց է տալիս, որ երևի բավարար չեն այդ խթանները, պիտի ավելացնենք, որովհետեւ ֆունդամենտալ լուծումը, ես համաձայն եմ պարոն Միրզոյանի հետ, այդտեղ է ֆունդամենտալ լուծումը։ Սա մենք տալիս ենք լուծում, որը ուղղակի ապահովում է մեր արտադրողի կոմֆորտը։ Եթե ուշադրություն դարձրեցինք, մենք նույնիսկ չենք անդրադառնում որակի սերտիֆիկատի հարցին, որպեսզի պրոցեսը արագ լինի եւ սահուն դյուրին լինի, հիմա բերքա, սեզոնա եւ այլ, որպեսզի մարդիկ փաստաթղթային այդ բյուրոկրատիայի մեջ ստիպված չլինեն ժամանակ կորցնել կամ ծախսել, բայց այնուամենայնիվ այո, վերջնական լուծումը որակի ստանդարտն է։ Ես չգիտեմ որակյալ ապրանք, որի շրջանառությունը որևէ ձևով որևէ շուկայում կամ որևէ երկրում խոչընդոտվում է։ Դա չի լինի։ Այսօրվա գների ճնշումների ֆոնին աշխարհում նման բան ուղղակի տեղի չունենա։ Բայց ունենք այն ինչ որ ունենք եւ շարունակենք այս խթանման միջոցառումները, ինտենսիվ անենք, արագ անենք, տեմպով անենք, արդյունավետ անենք, պարզ լինեն միջոցառումները, վստահ եմ, որ այս խնդիրը այլևս արդիական չի լինի եւ մեր արտադրողների խնդիրները շատ արագ կլուծվեն։ Համեցեք։ Պարոն փոխվարչապետ, ուղղակի մեկ դիտարկում ջերմատնային տնտեսությունները, որի մասին մենք խոսում ենք,
որոնք հագեցած են առաջադեմ ամենաբարձր հագեցվածություն ունեցող տեխնոլոգիաներով, իրենց մոտ գերակշռ մասում նաև ներդրված է Global Gap սերտիֆիկացման համակարգը, որն իրենք ունեն այդ սերտիֆիկացումը։ Ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունը նաև առաջարկում է մի ծրագիր, որի շրջանակում նմանատիպ սերտիֆիկատների եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկատների ձեռքբերումը ծախսերի 50%-ը փոխհատուցվում է։ Իհարկե մենք օրինակ այգետերի հետ երեք քննարկում էինք իրականացնում եւ այգետերը մի քանի լրացուցիչ դրույթներ նշեցին, որը մենք իհարկե հաշվի կառնենք, նաեւ այն ավելի լայն կիրառության տալու նպատակով։ Շնորհակալություն։ Պարոն Խոջյան, մենք ներքին սպառման մասին էլ պիտի մտածենք։ Իհարկե կտրուկ քայլեր անելը կաղուագների վրա նեգատիվ ազդեցություն ունենա, երևի կարիք չկա կտրուկ քայլերի, բայց այդ նույն որակի խնդիրը վերաբերելի է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ներքին սպառմանը։ Մեր համար թիվ 1 խնդիրը, որպեսզի մեր քաղաքացիներն էլ սպառեն առաջնակարգ որակի արտադրանք։ Եվ այդ իմաստով, երբ որ մենք սահուն ներսը ներդնենք համակարգը եւ պատշաճ վերահսկենք որակի ստանդարտի, ավտոմատ կերպով արտահանման խնդիրը կլուծվի։ Լավ։ Հիմա ես կարծում եմ, որ հաջորդ առաջնային հարցը դա մրգեր, խմիչք, հանքային ջրերն է, որը կրկնեմ, եթե պատրաստ ընկալումը արդեն հստակ է մեր համար, կարող են գրավոր ընթացակարգով շրջանառության մեջ դնել նաև այդ ապրանքատեսակների համար նմանատիպ մեխանիզմ։ 1 ամսով հունիս ամսվա համար սահմանենք միջոցառումը, ժամանակ կունենանք հուլիս-օգոստոսի մասին մտածել եւ որոշումները ճշգրտել ժամկետի իմաստով։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ, դիտարկումներ չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Օրակարգի հաջորդ հարցը, պարոն Խոջյան, դուք եք 34-րդ հարցը, խնդրեմ։ Շնորհակալություն, մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականին հաստատել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ մաքսատուրքի փոխհատուցման միջոցով։ Ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից, որով նախատեսվում էր ապահովել արտահանման ծավալների միջինում 15% աճ։ Այն ապահովել է։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2025 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40%։ Հարկ է նշել, որ որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է Հայաստանում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը, հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները եւ հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները։ Արդյունքում Հայաստանում արտադրվում է բարձրորակ, հետագծելի եւ ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես թարմ պտուղ բանջարեղենի եւ ծաղկի արտահանման դեպքում դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ, Հայաստանի կառավարությունն արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ։ Խնդրում եմ հաստատել։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, պարոն Միրզոյան, այս հարցի մասին է ասում։ Հասկացա, պարոն փոխվարչապետ, էլի չեմ ուզում
ինչպես ասացվածքում է ասվում, սայլը ձիուց առաջ դնել եւ շտապել հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել, որ մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ, իրենց կողմից եւս մաքսատուրքերի հարցում որոշակի ուրեմն դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելուն եւ հուսամ առաջիկայում այդ քննարկումները հաջողությամբ կպսակվեն։ Մի քիչ չեմ հասկանում երկուսի համադրումը ոնց է լինելու, բայց վստահ եմ իրավաբաններ եւ տնտեսագետներ այդ կտոր ավելի լավ են պատկերացնում։